Փառք Որդուն Սուրբ Հոգուն ամեն։ Ժամանակը վերջի օրերում, այս վերջի ժամանակների մեջ շատ արագ է ընթանում, չգիտեմ ձեզ համար ոնց է սիրելի քույրեր եղբայրներ, բայց այդպես երևում է էլի դա։ Վերջերս մեկի հետ էի խոսում, համաձայն էր ինձ հետ, ասում շատ արագ է թռնում։ Կարծես թե նոր սկսեցինք բախքը, մեծ բախքի շրջանը, արդեն կեսը անցել ենք, մի բան լավ ենք անցել եւ շատ արագ անցավ այս ամեն ինչը։ Մեր կյանքն էլ շատ արագ անցնում եւ մենք այս մեր ճանապարհի մեջ, որ Մայր եկեղեցին մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանք, այս մեծ բախքի 7 շաբաթները, այս ճանապարհն է, որ մենք անցնում ենք եկեղեցու զավակները վերարժեքավորելով, իմաստավորելով իրենց այդ մեկ տարվա ապրած քրիստոնեական կյանքը, այս 40 օրվա ընթացքում կամ 7 շաբաթվա ընթացքում, 49 օրվա ընթացքում պետք է տեսնենք արդյոք մենք ճանապարհի կեսին հո չենք մնացել, որովհետև այդ ճանապարհը, որ մենք գնում ենք դեպի երկնային Երուսաղեմ, դեպի Տեր Աստվածը, դեպի հավիտենական կյանք, եթե մենք չկարողանանք մտնել երկինք, չկարողանանք միավորվել մեր Տեր Աստծո հետ, մեր այս ամբողջ բանը դառնում է անիմաստ։ Մեր ավետարան կարդալը, եկեղեցի հաճախելը եւ այլն եւ մեր կյանքը դառնում է անիմաստ։ Պատկերացրեք մարդիկ, որոնք մի երկրից դուրս են եկել եւ գնում են մեկ ուրիշ երկիր եւ ճանապարհը երկար է եւ ճանապարհին ոմանք վրանների մեջ են ապրում, ոմանք ովքեր ավելի ունևոր են հյուրանոցներում են ապրում եւ այլն եւ այդ մարդիկ, որոնց նպատակը մեկ ուրիշ երկիր մտնելն էր, ավելի լավ կամ իրենց հայրենիքը մտնելն էր, մնան այդ հյուրանոցներում, մնան այդ փողոցներում, մնան այդ վրաններում եւ այլն, ինչքան ծիծաղելի է, չէ՞։ Շատ հաճախ մենք էլ մոռանում ենք, որ մեր հայրենիքը իսկական հայրենիքը այնտեղ է եւ մնում ենք այստեղ վրանների մեջ, քարե շինությունների մեջ, մեր տարբեր տեսակի վիճակների մեջ եւ չենք կարողանում առաջ գնալ։ Ահա մեծ բախքի շրջանը սրա համար է, որպեսզի մենք այս բաները ուրեմն ուշադիր լինենք եւ այսօր եկեղեցին տոնում է կամ նշում է, չգիտեմ, հիշեցնում է մեզ դատավորի մասին, անիրավ դատավորի մասին եւ լավ դատավորի մասին։ Կարդանք Ղուկասի ավետարանից այդ հատվածը 18-րդ գլուխն է եւ միասին քննենք Փառք Որդուն Սուրբ Հոգուն ամեն։ Եվ նա մի առակ ասաց նրանց. այն բանի վերաբերյալ, թե ամեն ժամանակ պետք է աղոթել ու չվհատվել։ Շատ առակներ կան Աստծո խոսքի մեջ, տարբեր իրավիճակներում, տարբեր առիթներով առակները պատմվում են, Տեր Հիսուսը պատմում է առակներ եւ որոշ առակներ կան, որ Տեր Հիսուսը պատմելուց հետո մեկնում է այդ առակները։ Կամ եթե նույնիսկ չի մեկնում, ասում է ինչի համար այդ առակը պատմվեց, այդ առակի ամենագլխավոր, ամենակարևոր իմաստը։ Ահա Սուրբ Ղուկաս ավետարանիչը ասում է, որ մեզ Աստծո խոսքը մեզ ասում է, որ Հիսուս այս առակը պատմեց սրա համար, որ պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չվհատվել։ Այսինքն այս լույսի ներքո մենք հիմա այս առակը կարդանք եւ սա կարևոր իմաստներից մեկն է, որ մենք պետք է հիշենք։ Սա լավ դաս է մեզ համար, պետք է աղոթել եւ չվհատվել, որովհետեւ շատ հաճախ մենք մեր կյանքից էլ գիտենք, որ աղոթում ենք եւ երբ որ կարծես թե աղոթքի պատասխանը ուշանում է կամ չի գալիս, մենք վհատվում ենք, կարծես արդեն չենք հավատում, որ մեր աղոթները լսվում են։ Դրա համար Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ պետք է աղոթել եւ չվհատվելով աղոթել, հուսով աղոթել։ Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եվ մի որբևայրի էլ կար նույն քաղաքում, որ նրա մոտ էր գնում ու ասում. «Իրավունքս պաշտպանիր իմ թշնամուց»։ Եվ նա որոշ ժամանակ չկամեցավ, սակայն հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս որբևայրին հոգնեցնում է ինձ, պետք է նրա իրավունքը պաշտպանեմ, որպեսզի այլևս չգա եւ ինձ չանհանգստացնի»։ Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե անիրավ դատավորն ինչ է ասում»։
Իսկ Աստված ինչքան էլ համբերատար լինի, միթե իր ընտրյալների համար արդարությունը չպետք է պաշտպանի, որոնք ցերեկ ու գիշեր աղաղակում են իրեն։ Ասում եմ ձեզ, թե նա շուտով նրանց իրավունքը կպաշտպանի, բայց երբ մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Հա, տեսնում ենք, Տեր Հիսուսն էլ բացատրում է ինչի պատմեց այս առակը։ Այս առակը հակասության մեջ է դնում Աստծուն, այսպես իրավացի արդար դատավորին եւ այս անիրավ դատավորին, այսպես հակասության մեջ է դնում եւ պատմում այս, որ այրի կնոջ իրավունքը արեց, չնայած ինքը շատ անիրավ էր, անաստված էր, չէր վախենում Աստծուց, անամոթ էր, լկտի էր, մարդկանցից չէր ամաչում, բայց այս կինը հասավ իր նպատակին, որովհետեւ չվհատվեց, որովհետեւ անընդհատ իր արդարության համար պայքարեց եւ հասավ նպատակին։ Եվ Տեր Հիսուսը մեզ ասում է, մեզ հավատացյալներից, ասում է, նայեք, ձեր դատավորը երկնքում եղող ձեր հայրն է, եւ ինքը որպես հայր պիտի դատի ձեզ։ Եվ այդ դատաստանը լավ դատաստան պիտի լինի մեզ համար, մեզ հավատացյալներից համար։ Մեր ժամանակների եւ առաջի տարի քրիստոնյաների տարբերությունն են եղել, որ այդ ժամանակվա քրիստոնյաները ուրախությամբ սպասել են Քրիստոսի երկրորդ գալուստին, մենք վախենում ենք Քրիստոսի երկրորդ գալուստից։ Նրանք սպասել են, երբ պիտի գա Տերը եւ իրենց ազատագրի այս կեղտոտ աշխարհից, այս չար աշխարհից, այս աշխարհի համակարգից, սատանայի այս պիղծ բաներից, իսկ մենք վախենում ենք, որ հանգարց գա Տերը, այդ դատաստանին մենք կդիմանանք, թե չէ։ Ահա մենք պետք է ուշադիր լինենք, ինչպես ենք մենք սպասում, արդյոք կարող ենք Հովհաննես առաքյալի պես ասել այո, ամեն, արի Տեր Հիսուս Քրիստոս, թե վախենում ենք, թե ինչ որ գործեր ունենք, թե ճանապարհի կեսին ենք մնացել։ Ահա Հիսուսը հենց էս ասում, երբ որ ես գամ, հավատ կգտնեմ երկրի վրա։ Այսինքն այն հավատը, այս ցկտող, սպասող, Տիրոջը վստահող, Տիրոջը ապավինող հավատ կգտնի արդյոք երկրի վրա։ Սա հարց է մեզ բոլորիս ուղղված։ Մեզ բոլորիս, ամեն մեկիս։ Երբ որ Հիսուսը գա, հիմա այդ հավատը գտնի մեր մեջ, մենք մեր մեջ նայենք, խնդրենք, որ Տեր Աստվածը իր Սուրբ Հոգիով լուսավորի մեր սիրտը, մեր միտքը, տեսնենք արդյոք այդ հավատը կա, որ Տերը ակնկալում է մեզանից, թե երբ որ գա, այդ հավատը չի գտնվելու։ Սա է հիմնական իմաստը, որ մենք պետք է հիշենք, պետք է անընդհատ աղոթք անենք, չվհատվենք եւ պետք է այնպիսի հավատ ունենանք Տիրոջը վստահող, Տիրոջ բարու, ինչ աշխատում Տիրոջը վստահող, այսինքն որ Տերը բարի է, որ Տերը մեր լավագույն ձևով է պատասխանելու։ Այսպիսի հավատ է պետք եւ սպասենք, որ Տերը երբ որ գա, ճշմարիտ մեր դատաստանը անելու է եւ մեզ փրկելու է, որովհետեւ դատավոր հրեաների մենթալիտետի մեջ մտածելակերպի մեջ նշանակում էր նաև փրկիչ։ Եթե հիշում եք, դատավորների գիրք կար, այդ բոլոր դատավորները փրկիչներ էին, որ փրկում էին Իսրայելին։ Հրեաները դատավոր ասելով առաջի հերթին փրկիչ էին հասկանում, գիտեք ինչ, որովհետև դատավորը, իրական դատավորը պետք է անարդարությունը կասեցներ, արդարություն տարածեր, պետք է մեղավորին պաշտպաներ, փրկեր գազանների ձեռից հարուստներ։ Եվ այսինքն այս դատավորը իրոք փրկիչ էր։ Բայց տեսնում ենք, այս դատավորը հեչ էլ փրկիչ չի, ընդհակառակը գիշատիչ է եւ բայց ուրեմն այս հիմնական նյութերը, որ Հիսուս ուզում էր մեզ սովորացնել, դա ճիշտ է, որ ուրիշ նյութեր չկա այս բանի մեջ։ Նայենք այրի կնոջը։ Ինչ ուներ այս կինը։ Ոչ մի բան։ Չէ, ոտու ձեռ ուներ։ Բայց ասենք բարեկամություն, փող, շրջապատ, այսպես դիրք, բան ոչինչ չուներ, որ իր համար իր դատը պաշտպանեին, բարեխոսեին այս դատավորի մոտ, կամ փող չուներ, որ կաշառք տար եւ այլն։ Բայց տեսնում ենք, որ այս կինը ինչ որ ուներ, այդ օգտագործեց։ Ուներ իր ոտքերը, որ կարողանում էր գնալ ամեն օր կամ օրը մի քանի անգամ, չգիտենք, այս դատավորի դուռը, ուներ իր ձայնը, խոսքը, որ խոսում էր այս դատավորի հետ, եւ ուներ այդ արդարության զգացումը, որ իր գործը արդար է, եւ այդ ուներ այդ համառությունը բարի գործի համար համառելու, եւ այսպեսի բաներ ուներ այս կինը, որ օգտագործեց։ Մենք էլ գիտեք, նայում ենք մեր ընտանիքներին, մեր շրջապատին, նայում ենք, ասում ենք, այս չունենք, այն չունենք, այն չունենք, բան, եւ կարծես հուսահատվում ենք։ Սակայն ինչ որ ունենք, սա պետք է օգտագործենք։
նաև այս պատգամը կա այս բանի մեջ։ Առաքյալները, այս առակի մեջ, առաքյալները ասում էին Քրիստոսին Տեր մեզ աղոթել սովորեցրու, եւ Տերը սովորեցրեց։ Սա էլ է ուսուցում, գիտեք աղոթքի, ինչպես պետք է աղոթել։ Ինչպես պետք է աղոթել։ Ինչ զգացմունքներ պետք է ունենալ աղոթելուց, ինչպեսի հոգևոր, այսպես ինչպեսի բառն եմ մոռացել։ Վերջը լավ, հասկացաք ինչ եմ ասում։ Ինչ դիրքով պետք է կանգնել Աստծո առաջ աղոթելուց։ Ռուսերեն ասում են դուշե նաստրոենիա, այսպես ինչ։ Տրամադրվածություն, հոգեվիճակ, շնորհակալություն, այո, այս ինչպես պետք է աղոթել։ Սա շատ կարևոր է մեզ համար, մեր աղոթողներիս համար։ Անցյալ անգամ այստեղ երկրորդ առակն էլ է կարդացվում եկեղեցին այսօր, այս Փարիսեցու եւ Մաքսավորի առակն է, որ նույնպես ցույց է տալիս ինչպես պետք է աղոթել։ Ես չեմ կարդա, անգիր գիտենք, բայց կարճ կասեմ, որ մեր մեջ աղոթողների մի ստվար հատված կա, որ Փարիսեցու նման է աղոթում։ Տիրոջ առաջ գնում ենք եւ ասում ենք Տեր Աստված, ես ես ունեմ, են ունեմ, դու պետք է ինձ օգնես, դու պետք է ինձ օրհնես։ Բա ոնց, բա ես առաջին քրիստոնյա ազգի զավակ եմ, բա ես առաքելական եկեղեցու զավակ եմ, բա ես եմ, եմ եւ այլն եւ այլն։ Իմ պապը սենց ա եղել, իմ հայրը էս ա եղել, իմ տատեն ա եղել, մենք նարեկացի ենք ունեցել, մենք ինչ որ բաներ ենք բերում տալիս Աստծուն եւ որի պատճառով ինքը մեզ պետքա օրհնի։ Փարիսեցին էսպես էր, էլի։ Իր կրոնական կյանքը, օրենքը պահելը եւ այլն էսպես բաներ անում։ Իսկ Մաքսավորը ոչինչ չուներ Աստծուն հրամցնելու։ Մենակ մի բան ուներ, իր մեղքերով էր եկել, իր մեղավոր գիտակցությամբ էր եկել եւ ասում էր Տեր Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Սա էլ է ուսուցում ինչպես աղոթենք։ Երբ որ գալիս ես Աստծո առաջ, եթե ինչ որ մի բան ունես, որ կարող ես առաջարկել Աստծուն, դու սկսում ես անկախ քեզնից ինչ որ հույսեր կապել քո այդ ունեցածի վրա։ Բայց երբ որ ես Մաքսավորի նման, երբ որ գալիս ես Աստծո առաջ եւ ասում ես Տեր, ողորմիր ինձ մեղավորիս, ինչի ասում ողորմիր ինձ մեղավորիս, որովհետեւ ուրիշ բան չունի ասելու։ Տեսնում ենք Փարիսեցին ինչ բաներ է, չէ՞ թվարկում։ Իսկ Մաքսավորը ոչինչ չունի թվարկելու, մենակ մի հույս ունի, որ Աստված ողորմած է։ Շատ կարևոր դիրք է աղոթքի ժամանակ։ Եթե ցանկացած մեկս, եթե ցանկացած ինչ որ մի բան ունենք, նույնիսկ մեկ բան, որ կարանք Աստծո առջև դնել, նշանակում է մենք այդքան չափով մեր հույսը դրել ենք դրա վրա։ Միջդեռ մեր հույսը մենակ մի բան պետք է լինի, Աստծո ողորմածությունը։ Աստծո առաջ, Աստծո բարության առաջ, Աստծո հզորության առաջ, Աստծո մեծության առաջ մեր ոչ մի արածը ամեն ինչ ոչինչ է։ Ինչ էլ որ մենք անենք, մենք կարող ենք իր այդ համեմատվել, մեկս մյուսի հետ համեմատած ասենք, այո, ես ավելի լավն եմ, մյուս ավելի վատն է, կամ մեկը լավն է, ես վատն եմ, բայց երբ որ ես գալիս եմ Աստծո առաջ եւ Աստծո ներկայության մեջ եմ մտնում, համեմատությունները վերջանում են, բոլորս հավասար ենք դառնում Աստծո առաջ այդ պահին։ Դրա համար ամենամեծ սրբերը, օրինակ մեր եկեղեցու ամենամեծ սրբերից մեկը Սուրբ Գրիգոր Նարեկացին, երբ որ Աստծուն հանդիպեց, ասեց ես ամենամեղավորն եմ, իմ մեղքերը հիշում եք, չէ՞, ասում եմ իմ մեղքերը որ դնենք մի նժարին, Արարատ լեռը մյուս նժարին, իմ մեղքերը ավելի ծանր են։ Միթե Նարեկացին այդքան մեղավոր էր։ Իմ հետ համեմատած իհարկե ոչ, բայց Աստծո հետ համեմատած այո։ Եվ նա ստից չէր խոսում։ Նա Աստծո ներկայության մեջ էր եկել։ Եսայի մարգարեն, երբ որ Աստծո ներկայության մեջ եկավ, ինչ ասեց, ես մարգարե եմ, ես թագավորական ցեղից եմ, թագավորի ցեղից աղա, գիտեք, չէ՞ Եսայի մարդ։ Ես ընտրյալ Աբրահամի զավակ եմ, ինչ ասեց Եսային, որ Աստծո այդ ներկայության մեջ հանդիպեց։ Հիշում եք ինչ ասեց։ Վայ ինձ, չէ՞։ Վայ ինձ, ես պիղծ շուրթ ունեցող մարդ եմ, պիղծ շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ բնակվում։ Աստծո լույսի տակ լրիվ ուրիշ ձևի է երևում։ Եվ մենք երբ որ ինչ որ հպարտություններ ունենք, ինչ որ փառասիրություններ ունենք մեր ներսում, դա ցույց է, որ մենք Աստծո հետ ճշմարիտ հանդիպում չենք ունեցել։
Երեմիա մարգարեն երբ որ հանդիպեց Աստծուն, ինչ ասեց։ Հիշում եք Աստված ասեց Երեմիային, ես քեզ նշանակել եմ մարգարե, գնա այս ազգին, ես կասես, այն կասես, իրանք կհարցակվեն քո վրա, բայց կպարտվեն դու ես հաղթելու, որտեվ ես քո հետ եմ։ Ինչ ասեց Երեմիան այդ Աստծո ներկայության մեջ, ասեց ես մանուկ եմ, էլի ուրիշին ուղղել։ Ինչ մանուկ, Երեմիան այդ ժամանակ քահանա էր, առնվազն 40 տարեկան էր։ Քահանա էր, քահանայություն էր անում, ծառայում էր տաճարում, բայց Աստծո համար քահանայություն, քահանայապետություն, երբ որ Աստծուն հանդիպեց, երեխա էր ինքը, այո, ասեց ես մանուկ եմ։ Բայց Աստված ասեց մի ասա մանուկ եմ, ես քեզ հետ եմ գնա եւ այսպես կլինի։ Այսինքն, եթե մենք մտածում ենք մեր ուժերով, ինքնագործունեությունով, ինչ որ բաներով այս ճանապարհը կարող ենք անցնել, մենք սխալվել ենք, սիրելիներ։ Ամենամեծ աղոթքը, որ հայրերը ասում են, այս Մաքսավորի աղոթքն է, Տեր ողորմիր ինձ մեղավորից։ Տարբեր եկեղեցիներ, առաքելահին եկեղեցիներ այս աղոթքը տարբեր ձևերով աղոթում են։ Մենք Տեր ողորմյա ունենք, չէ՞։ Ասում ենք Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Մեկ ուղղափառ եկեղեցին ասում է Տեր Հիսուս Քրիստոս ողորմիր ինձ մեղավորից, այսպես ինչ որ ուրիշ ձև է ասում։ Կաթոլիկները ուրիշ ձև են ասում եւ այլն, բայց բոլորը այս հիմնական բանն են ասում, որովհետեւ մեր հույսը մեր վրա չի, մեր հույսը Տիրոջ ողորմության վրա է։ Եվ այս ճանապարհը մենք պետք է անցնենք։ Բայց ճանապարհը անցնելու համար մենք պետք է նպատակ ունենանք։ Մարդը որ դուրս է գալիս, ինչ որ տեղ է գնում, չէ՞։ Եթե նստել եք տաքսի կամ դուք մեքենա ունեք եւ ինչ որ տեղ եք գնում, չգիտեք տեղը, ինչ եք անում, հիմա առաջ հարցնում էինք մարդկանց քարտեզներով նայում էինք, բան, հիմա բան կա, այդ հեռախոսի մեջ միացնում ես նավիգատոր ա կոչվում։ Ինքը ասում է գնաց, թեքվի, ձախ, թեքվի, հա, ջեսի ինչ բան, մեկ-մեկ շփոթում, հա, բայց հիմնականում ճիշտ է ցույց տալիս։ Այսպես գնում ենք, բայց եթե դու չնշես ուր ես ուզում գնաս, նավիգատորը քեզ ոչ մի բան չի ասի։ Հիմա մենք գիտենք ուր ենք գնում, թե չէ։ Շատ հետաքրքիր է սա, եւ ի՞նչ է մեր նպատակը այս կյանքում, որ ապրում ենք։ Եթե մենք այս նպատակը չիմանանք, ուր էլ ինչ շարժում էլ որ անենք, մենք շեղվելու ենք ճանապարհից։ Եթե մեր նպատակը սրբությունը չի, առանց որի ոչ մեկ Տեր Աստծուն չի տեսնելու, չի հանդիպելու, մենք այդ նպատակը չունենք կամ ինչ որ ուրիշ նպատակներ ունենք, մեր շարժումները միգուցե լավ թվան, միգուցե արագ լինեն, միգուցե որակով լինեն, բայց եթե մենք նպատակին չենք հասնելու, մենք ճանապարհի կեսին ենք մնալու։ Եվ մեր այդ ոչ մի արած ոչ մի բանը ուրեմն մեզ տեղ չի հասցնելու։ Մենք պետք է ճշտենք նաև մեր նպատակները, որպեսզի ճիշտ ճանապարհով գնանք։ Անցյալ անգամվա կիրակին, որ տնտեսի կիրակ էր կոչվում, Տեր Հիսուսը ասում է, որ այս աշխարհի մարդիկ շատ ավելի իմաստուն են իրենց գործերում, իրենց ցեղի մեջ, քան թե լույսի որդիները, որովհետև այս աշխարհի մարդիկ գիտեն իրենց նպատակները եւ իրենց նպատակների համար այդ ճանապարհը անցնում են այս աշխարհի նպատակների համար։ Իսկ մենք հոգեվորներս կորցրել ենք մեր նպատակը եւ ինչ որ բաներ ենք անում, որ շեղում է մեզ մեր նպատակներից եւ մենք իմաստուն չենք ապրում մեր կյանքը։ Մենք մոռացել ենք, որ մեր հայրենիքը երկնքում է։ Տեսեք ինչ է ասում Ժողովողի գիրքը։ Ունայնություն ունայնությանց, ասում է Ժողովողը։ Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։ Ինչ օգուտ է ունենում մարդը արևի տակ կատարած ամբողջ աշխատանքից։ Մի սերունդ գնում է, մյուս սերունդը գալիս է, բայց երկիրը հավիտյան մնում է։ Երբ արևը ծագում է ու արևը մայր է մտնում եւ շտապում է վերադառնալ այնտեղ, որտեղից ծագել է։ Ինչ օգուտ է ունենում մարդը արևի տակ կատարած ամբողջ աշխատանքից։ Սուրբ հայրերը մեկնում են այս բանը, այս հատվածը, որ ինչ որ մարդը արևի տակ, այսինքն այս երկրի վրա, էլի, արևից ներքև, այս երկրի վրա ամեն ինչ ունայնություն է։ Եթե մարդը ամեն աշխատանք, ամեն միտք, ամեն գործունեություն այս արևի տակի համար է անում, ունայնությանց է, ամեն ինչն է ունայնություն։ Եթե արևից վերև, այսինքն երկնային արքայության համար է անում, սա արդեն ունայնություն չի։ Ես երկրի վրա շատ բաներ կան։ Բայց եթե մեր գործունեությունը այս արևից ներքև է միայն, արևից վերև չի գնում, մեր ամեն ինչը ունայնություն է։ Այսինքն եթե մենք նպատակը դա չի, հավիտենական կյանքը չի, մեր ազգասիրությունը, մեր թատրոն գնալը, կինո գնալը, չգիտեմ, ինչ որ բաներով հետաքրքրվելը, ինչ որ փող աշխատելը, ինչ կա այս արևի տակ, հիշեք, ինչ որ կա այս արևի տակ, այս երկրի վրա ամեն բան։ Եթե մեր նպատակը արևից վերև չի, երկնային Երուսաղեմը չի, Աստծո խոսքը մեզ ասում է ունայնություն ունայնությանց, դատարկություն,
անիմաստություն, սուտի բաներ։ Ուրեմն մենք պետք է այս մեր ճանապարհի ընթացքում, որ մենք քայլում ենք դեպի երկնային Երուսաղեմ, ճանապարհի կեսին չմնանք, ապա հասնենք մեր այդ ուզած տեղը։ Իսկ այդ ուզած տեղը հասնելու համար դիմանանք, որն է դա։ Մեր նպատակները պետք է հստակ իմանանք, սիրելի քույրերս եւ եղբայրներս։ Եվ այս աղոթքը, որի մասին այսօր Հիսուսը խոսում է, մեր ամենակարևոր գործունեությունից է։ Տեսեք, որբևայրին ոչինչ չուներ, բայց ինչ որ ուներ օգտագործեց եւ ստացավ, հասավ իր նպատակին։ Մենք նայենք ինչ ունենք, ինչը կարող ենք ծառայեցնել Աստծո փառքին, ինչը կարող ենք ծառայեցնել այս մեր ճանապարհը, մեր շրջապատին լույս լինելու համար, աղ լինելու համար։ Ունենք շատ բաներ, որ կարող ենք ծառայեցնել։ Եթե ոչինչ չունենք, բերան ունենք, խոսք ունենք, ոտեր ունենք, եթե չունենք, գոնե կարող ենք աղոթել, չէ՞։ Կարող ենք աղոթել, բայց այնպիսի սրտով, այնպիսի հավատով, որ մեր աղոթքը լսվում է։ Այսպիսի հավատ է ուզում Տերը։ Եկեք աղոթենք, որպեսզի Տերը ուրեմն մեր բոլոր խնդիրները լուծի եւ այդ նպատակի իմաստով։ Տեր Հիսուսը եկեղեցի ա դրել էս աշխարհի վրա մինչև իր երկրորդ գալուստը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ եկեղեցին մի գործառնություն ունի, մի գործ ունի ընդամենը։ Մնացած բոլոր գործերը ինչով որ նա զբաղվում է, այս մեկին է ծառայում, մարդկանց փրկությունը։ Ամեն ինչ որ եկեղեցին անում է, մարդկանց փրկությանն է ծառայում։ Եթե եկեղեցին ինչ որ բաներ անում, որ մարդկանց փրկության հետ կապ չունի, եկեղեցին շեղվել է իր ճանապարհից։ Նույնիսկ այդ 7 խորհուրդները որ կա, եթե նայեք, այս բոլոր խորհուրդները փրկության հետ կապ ունեն։ Դրա համար է խորհուրդ կոչվում։ Առաջի խորհուրդը մկրտությունն է, չէ՞, շատ կարճ հիշենք։ Ինչ է մկրտությունը։ Վերստին ծնունդ, փրկություն, չէ՞, անավատին, սա իմիջայլոց միակ խորհուրդն է, որ անավատի վրա է կատարվում։ Մնացած բոլոր խորհուրդները արդեն հավատացյալի վրա է կատարում եկեղեցին։ Փրկության հետ կապ ունի։ Դրոշմը կնքում է Տեր Աստվածը եկեղեցու սպասավորի միջոցով, Սուրբ եկեղեցին կնքում այդ մարդուն որպես Աստծո սեփականություն, փրկության հետ կապ ունի։ Եվ կնիկն է դնում Սուրբ Հոգին գալիս այդ մարդու մեջ բնակվում է, որպեսզի այդ մարդը կարողանա մինչև այդ որ պարտված էր աշխարհից, սատանայից, իր էգոիզմից եւ այլն կարողանա հաղթել եւ կարողանում է մարդը հաղթել, հավատացյալը հաղթել Սուրբ Հոգու միջոցով։ Էլ ինչ բան կա, որ հիշենք հիմա, ապաշխարությունը փրկության հետ կապ ունի։ Մարդիկ, որոնք շեղվում են այդ ճանապարհից, Աստծո փրկության ճանապարհից, ապաշխարությամբ վերադառնում են։ Փրկությունը, ապաշխարությունը։ Էլ ինչ կա այնտեղ։ Հաղորդությունը, ապրեսավուն եղբայր, հաղորդությունը, ասում է, եթե չուտեք իմ մարմինը, չխմեք իմ մարմինը, կյանք չեք ունենա, փրկության հետ կապված բան է։ Միայն բոլոր խորհուրդները փրկություն են։ Ձեռնադրությունը, որոնք ձեռնադրում են մարդկանց, որոնք պաշտոնյա են դառնում եկեղեցուն, որոնք պետք է այս փրկարար խորհուրդները կատարեն։ Փրկության հետ կապ ունի, թե չէ ինչ են մարդուն ձեռնադրում։ Ձեռնադրում են, որ այս փրկության գործը անի Աստծո կողմից։ Ինչպես Տերն էր անում, այդ մարդիկ են անում, այսինքն հոգևորականները, ձեռնադրված, օծված հոգևորականները, սա փրկության հետ կապ ունի։ Այդտեղ վերջին օծում կա, չէ՞, որ այսպես մեռելների համար, մահատոյս որ մարդիկ մահանում են, գալիս են աղոթք են անում, վերջին օծում են անում, որպեսզի մարդը մեռնի գնա երկինք, փրկության հետ կապ ունի։ Եվ ամուսնությունը, կարծես թե բոլորը ասեցինք, չէ՞, պսակն էլ փրկությունն է, խորհուրդը։ Նախ եւ առաջ խորհուրդը, որ Քրիստոսը մեզ այդպես է սիրում, ինչպես ամուսինը իր կնոջն է սիրում եւ իր կյանքն է զոհում, ահա այսպես է սիրում մեզ Տեր Աստվածը, բաց այդ մենք որ ամուսնանում ենք, շատ հարցեր է լուծում մեր կյանքում, որը փրկության հետ կապ ունի։ Օրինակ մենք սովորում ենք հրաժարվել մեր էգոիզմից, մենք սովորում ենք մեզանից բացի նաեւ մեր կնոջ մասին մտածել, կինը իր ամուսնու մասին։ Երբ որ երեխա ենք ունենում, մեր սկսում ենք հասկանալ ինչա սերը, ինչա ծնողական սերը։ Էլ չեմ ասում, որ շատ պոռնկություններից, բաներից է փրկում ամուսնությունը, այս ամեն ինչը փրկությունն է, որպեսզի մարդը կարողանա այս բանը։ Եվ ամեն մարդ իր էգոիզմը, ամեն մարդ էգոիստ է, ես էգոիստ եմ, այսպես է, սա մեղավոր վիճակն է, ուրիշ այս քրիստոնեական բարբառով ասած, սա նշանակում է մեղավոր մարդ։ Մենք ասում ենք էգոիստ, մեղավոր մարդը միշտ մտածում է իր օգուտի համար։ Մարդը հետ խոսում է, բան մտածում է ինչ օգուտ կարա քաղի։
Մենք ամուսնությունը հաղթարում ասա, որ մենք սովորում ենք ազնազողության, որոշ դեպքերում մեր անձը, մեր եսը մի կողմ դնել, որպեսզի ընտանիքը, ահա ընտանիքը հաղթարում է մեր անհատական էգոիզմը։ Իսկ հասարակությունը եկեղեցին հաղթարում է մեր ընտանեկան էգոիզմը, որտեղ մենք նայում ենք մեր ընտանիքին լավ լինի, կողքինները մենք որ մտնում ենք հասարակության մեջ, եկեղեցու մեջ, այս եկեղեցին հաղթարում է մեր ընտանեկան էգոիզմը։ Եվ Քրիստոսի Սուրբ Հոգին, երբ որ մենք այս եկեղեցու մեջ աճում ենք, հաղթարում է նաև եկեղեցական էգոիզմը։ Մենք ուզում ենք ոչ միայն մենք այս կանովս փրկվենք, ապա ուզում ենք եկեղեցուց դուրս բոլորը փրկվեն, եթե հնարավոր է ամբողջ աշխարհը փրկվի։ Տեսեք, այսպես այս ամուսնությունից այսպես սկսվում է։ Էլ չեմ ասում ազգը եւ այլն, ազգային էգոիզմը, պետական էգոիզմը եւ այլն։ Այս ամեն ինչը, այս խորհուրդները որ կան, մի նպատակ ունեն, որպեսզի մարդը փրկվի։ Հիմա ամփոփելով խոսքս ասեմ, որ նորից ասում եմ, Տեր Հիսուս Քրիստոսը Սուրբ եկեղեցին այսօր մեզ հիշեցնում է մեր նպատակը։ Որն է մեր նպատակը։ Այդ նպատակին հասնելու համար, որն էր մեր նպատակը, սրբությունը, որպեսզի Աստծուն տեսնենք, հավիտենական կյանքը, երկնային Երուսաղեմը։ Սրա համար մենք պետք է օգտագործենք ամեն ինչ որ ունենք, օգտագործենք եւ աղոթ քանենք եւ չվհատվենք։ Դեռ ժամանակ կա, եւ մենք էլ կարող ենք առաջի դարի քրիստոնյաների նման, երբ որ ամեն ինչ օգտագործենք, ինչ որ Տեր Աստվածը տվել է մեզ, օգտագործենք եւ իմաստուն ձևով օգտագործենք, մենք էլ կարող ենք առաջի դարի քրիստոնյաների համար ասել. Տեր Աստված, ես սպասում եմ քեզ, ես կարոտել եմ քեզ, արի, իշկաննավորա շուտ արի, որպեսզի փրկես, որպեսզի մեզ ազատես այս մեղավոր աշխարհից։ Թող Տերը մեր այս ճանապարհի մեզ օրհնի, մեր երկրին խաղաղություն տա, մեր ժողովրդին այցելություն անի, մեզ էլ որպես իր ժողովուրդ հիշեցնի ժամանակ առ ժամանակ մեր նպատակները, չմոռանանք այս ճանապարհին ուր ենք գնում, չմնանք ճանապարհին եւ այս ճանապարհի մեջ նաեւ կարողանանք Աստծո ուզած ձևով ապրել, Աստծո ուզած հավատ ունենալ, Աստծո ուզած ձևերով, Աստծո Սուրբ Հոգիով առաջնորդել ինքներս մեզ եւ մեր շրջապատին։ Թող փառավորվի ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին, ամեն։